Տրամպը անպատվեց Բրիտանիային և Ստորմերին վարչապետին։ Ես Վարդան Վարդանյանն եմ, այսօր մարտի 8-ն է, ով որ տոնում է շնորհավոր, խոսենք նորից իհարկե Պարսկաստանի պատերազմի մասին և մի քանի ուրիշ հարակից հարցերի մասին։ Ինչ կատարվեց, դուք գիտեք, Բրիտանիան ասեց մենք չենք խառնվում այս պատերազմին, ինչպես նաև ուրիշ եվրոպական երկրներ, սա մեր պատերազմը չի, սա մեր գործը չի եւ այլն, բայց կամաց կարծես թե հալվեց այդ սառը մոտեցումը, սկզբում թույլ տվեցին, որ ամերիկյան ռմբակոծիչները բարձրան Բրիտանիայում գտնվող ամերիկյան բազաներից, որ որոշ երկրներ թույլ չեն տալիս օրինակի համար, եւ այն պատրվակի տակ, որ դա պաշտպանական իբրև թե գործողություններ պիտի լինեն, իհարկե դա պարզ է, որ այդպես չէր, բոլորը հասկանում են, բայց ակտիվ մասնակցություն պիտի չգործածեր, չներդներ Բրիտանիան։ Երբ որ խփեցին այդ Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազան, այդ էլ դրա մասին էլ իհարկե ասել եմ արդեն, շատ բաներ կան, որ արդյոք դա Իսրայելը խփեց եւ ոչ թե Պարսկաստանը, որպեսզի ինչպես նաև իտալական բազան այնտեղ Պարսից ծովի երկրներում գտնվող եւ այլն, որպեսզի նրանց ներգրավեն պատերազմի մեջ, հա, այս առանձին հարց մի վարքյան, բայց Բրիտանիան ուրեմն ասաց, որ օքեյ, երկու հատ ավիակիր է ուղարկում դեպի ուրեմն պաշտպանելու համար մեր ունեցվածքը, մեր զինվորներին եւ այլն։ Ուրեմն Տրամպը հենց որ լսեց, որ Ստորմերը վերջապես որոշել է ուղարկի երկու ավիակիր, ասաց, որ բավական սենց բան տոնով գրեց, որ մեզ պետք չեն դաշնակիցներ, որոնք գալիս են կռվի մեջ մտնում են, երբ որ մենք արդեն հաղթել ենք, կռվի վերջանալուց հետո էլ, այսպես ասած։ Գալը չգալը տարբերություն չի անելու, մենք արդեն հարցը լուծել ենք։ Այս ձևի դրեց հարցը, որ բնականաբար մեծ քաղաքական հարված է, Ստորմերի քաղաքական իր դիրքի հանդեպ Բրիտանիայում, որպես քաղաքական գործիչի եւ բանի, եւ նաեւ ասաց, որ մեր նախկին ամենալավ դաշնակիցը, նախկին ամենալավ դաշնակիցն հիմա չէ։ Այդ շատ կոպիտ ձևով Տրամպը դգիրեք իր ձևով է անում այս բաները, պետք չունեմ անելու եւ այլն։ Իդեպ այդ ավիակիների մասին ուրեմն մի քանի օր առաջ հրաման էր տրված, որ ավիակիներից մեկը պատրաստվում էր ծով դուրս գալու, ուրեմն հրաման կար, որ 14 օրվա ընթացքում պատրաստ եղեք, ինչ այնտեղ պետք է որոշ վերանորոգումներ կատարվեին, դե իհարկե նաև նախքան դուրս գալը, այսպես ասած, ծով ռազմական գործողությունների պիտի անձնակազմը եւ նավը պատրաստվեր, զինվեր եւ այլ եւ այլ։ Ուրեմն 14 օր էին տվել, հետո հրաման եկավ, որ չէ 5 օր ունեք ընդհանրապես։ Եվ կարծես պետքա շուտ անել, ինչ որ անում ես, որտեղ 14 օր հետո պատերազմը կարող իսկականից Տրամպի ասած վերջացած է լինի բան։ Մի հատ խնդրեմ առաջացավ, այդ ուրեմն union-ը, պրոֆսայուզ ասենք, հա, սովետական տերմիններով, որը այդ ուրեմն նավը պիտի սպասարկի այդ աշխատողներին նավահանգստի հետ իրենց ասաց, որ չէ, միշտ տապացրեք մեզ, մեր աշխատողներին ինքը հրավայեց իր աշխատողներին, ոչ թե որականն չէ իրենք, որ դուք ըստ կոնտրակտի 5-ից 9 եք աշխատում, ներողություն, առավոտյան 9-ից մինչև 5-ն եք երեկոյան աշխատում։ Ձեզ ոչ ոք չի կարող ստիպի, որ դուք հավելյալ աշխատեք, ինչ-որ որպեսզի նավ ավելի շուտ ծով հանեք եւ այլ եւ այլն։ Դուրս եկավ, որ Բրիտանիան իր ռազմական, այսպես ասած, պլանները ձախողվեցին, որովհետեւ ինչ-որ մի բան, ասենք թե այդ նավահանգստում աշխատողների union-ը ասաց, որ չէ, մեր կոնտրակտում գրած է, որ մինչև ժամը 5-ից հետո չես կարող աշխատես։ Այս զարմանալի բանը իրականում եվրոպական փաստ է, որ Պորտսմութում կանգնած նավը, Պորտսմութը գիտեք իրենց նավատորմի, ասենք թե պատմականորեն այնտեղ իրենց բանն է, headquarters-ն է, բազան է, շատ հին այնտեղ
բախտորեցան եղնել մի 2 տարի առաջ։ Լավ, ինչևից է։ Մինչ այդ իհարկե դրությունը այդքան էլ լավ չի, ինչպես Տրամպը ներկայացնում է։ Ուրեմն ծոցի երկրները բոլորովին էլ դժգոհ չեն, ասում են, այս ինչ փորձանք եկա մեր գլխին, սա Իսրայելի պատերազմը, թող Իսրայելն էլ կռվի, մենք ինչ գործ ունենք, սրանք ինչ ենք խառնվել այստեղ, այս գործի մեջ, այսինքն նրանց մոտ այդ վրդովում կա իհարկե, միաժամանակ զգուշացնում են Իրանին, որ խելոք մնայ մարդ մեզ մի խփի, հասկացանք մոտիկ ենք եւ ավելի հեշտ է մեզ խփելը, բայց ինչ գործ ունես մեզ քաշում ես այս գործի մեջ, իսկ նրանց արտգործնախարարն էլ ասաց, որ այնքան ժամանակ որ ընդեղից մի վրա հարձակումներ են գալիս, ես խփելու եմ։ Կարող եք ինչ-որ բան անել, որ ամերիկյան կամ ուրիշ երկրներից ընդեղից իմ վրա բան չգա, հարձակում, ոտանավներ եւ այլն, ես էլ իրանց չեմ խփի այդ բարձա չէ, այս բանով դրվեց հարցը։ Հիմա ոնց որ թե իրար ուզում են լեզու գտնեն, ոչ է սա ուզում իսկականից պատերազմի մեջ մտնի, ոչ են, ինչ որ ասել եմ, որ Իրանը եթե իսկապես ռեժիմը փոխվի, դա բոլորովին էլ շահավետ չի լինի, ոչ այդ արաբական երկրներին, որտեղ Իրանը իսկում կարող է անգամ շատ հզորանա եւ իրանց փոխարինի արևմուտքի հետ այս բաների մեջ, բանակցությունների մեջ կամ համագործակցության մեջ, ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային, ում այդ հետաքրքիր բացի Միացյալ Նահանգներից, Պարզան եւ Իսրայելից։ Համենայնդեպս այս իրանց մոտեցումն եմ ձեզ ասում։ Մինչ այդ Իրանում նոր այաթոլլա դինտրեն, դե բոլորը կարծում են, որ այս բամբացի տղան պիտի լինի, բայց բամբացի տղան վիրավոր է, դե հիմա հետո գախնի անունը գախնի են պահում, որովհետեւ վախենում են հենց անունը հայտարարեն, դրանց կսպանեն իսկույն։ Եվ բայց համենայնդեպս Իսրայելից կարծիքը այն է, որ Լարինջանին է իսկական մտրված եւ նա է ղեկավարում այստեղ այդ բոլոր բաները։ Չեն ասում, բայց այդ է կարծիքը։ Հիմա իսկականից ով դուրս կգա եւ ինչ կլինի, դա հարցական է։ Էլի Իրանը չի ուզում այնտեղ որևէ մեկը ընտրված մարտինի, որի հետ կարան ամերիկացիները բանակցություն տանեն, իսկ ամերիկացիները բնականաբար ասում են ում հետ խոսանք, եթե ինքը դեռևս չի նշանակված պաշտոնապես եւ չգիտեք դուք ինքներդ չգիտեք ով է այնտեղ, ով պիտի նստի, այսինքն ստեղ ամերիկյան եւ իսրայելական շահերը եւս մի անգամ իրարից տարբերվում են, հա, մեկը ուզում է որ խոսակցություն լինի շուտ վերջացնենք, մեկը չի ուզում, ամերիկային իսկապես բոլորովին էլ պետք չի խրվել այդտեղ պատերազմի մեջ, մանավանդ որ ինչպես ասեցի, արդեն խոսում են նրա մասին, որ պետքա ցամաքային զորքերի իջեցնել այնտեղ, նույնիսկ նշեցին ինչ որ 82-րդ օդային դեսանտի դիվիզիայի մասին եւ այլ սենց բաներ, հա, որը Թրամփը բոլոր իր ասենց ասում են վզի մազիկներով զգում է ներվերով, որ սա խրվում է եւ այն չի ինչ որ իրան պետք է 100 տարի։ Ինքը այն գաղափարը, որ ինքը պետք է ունենար small victorious war, հա, փոչուրիկ սենց հաղթական մի հատ պատերազմ եւ ինքը շատ արագ վերջացնի դրա համար ինքը բան ստանա, կրեդիտ ստանա, ասենց ասած, բարձր չի լինում այս փոքրիկ հաղթանակը, իրանք էլ ընդունեցին, չէ, սա կարող է երկար գնա, փորձում են լավ ներկայացնել, համսին համատերք ունենք, այս ունենք, այն ունենք, բայց օրը $1 միլիարդ նստում Ամերիկայի վրա այս վիճակում առանց զորքեր մտցնելու, առանց որևէ բան, պլյուս վրան գումարեք, ասենք թե ինչ եթե մեծ ինչ-որ կորուստներ կամ մեծ զինամթերքների ծախսա բարձրանա, որ անդրադառնալին խոսում են։ Եվ ինքը աչքը իհարկե շատ ավելի գերադասի, որ ստեղ հաղթանակ հայտարարի ինչ-ինչ պատճառով եւ որոշի դուրս է գալիս եւ ուշադրությունը ավելի հղի փոքրիկ, ավելի մատչելի Թիրախի վրա, որն է Կուբան, հա, գիտենք արդեն, որ Կուբան թույլատրել է Վենեսուելայի օգնությունը չի ստանում դրամական եւ նավթի եւ նավթի մի մասն էլ ինքը վերածախում էր փող ստանալու համար։ Իրա Կուբայի վիճակը շատ լուրջ է եւ կուբացիները ինչ որ կամած ամերիկային հասկացնում են, որ եկեք խոսացեք, sense վիճակ չի լինի, մենք օգնություն պետք ունենք։ Հիմա արդեն հասնելու է մարդասիրական աղետի վիճակի ենք հասնում, մենք արդեն վիճակը տեղ լուրջ է շատ լինելու։ Եվ պատասխանը Ամերիկայից, Թրամփից, ոչ թե Ամերիկայից, նույն բանը չի դեպ,
Էներ որ մի վարքյան համբերեք, ես այստեղ վերջացնեմ Իրանի հետ հարցերը, կգամ ձեզնով կզբաղվեմ, ոնց որ այս բարձեցված եմ ասում, բայց էֆեկտը էս էր բանը։ Ինչքան ինքը խրվում է Պարսկական ծոցում, այս Պարսկաստանի հետ պատերազմում, այնքան ինքը սենց թախծոտ աչքերով է նայում Կուբայի վրա, հա, որ այստեղ կարողանայի միանգամից հարցը կլուծեի, կդառնայի հերոս, ազատ ագրեցին Կուբա լիբրե եղավ, եւ կուբայացի ամերիկացիները ինձ շատ կսիրեին, քվեարկեին եւ այլն, իսկ սենց ես նույնիսկ իր մագա բեյսը ընտրողների մեջ, որ տանել չի կարող սենց բաները, ես պատերազմները, չգիտեն ինչպես իրենց զսպեն, որ բաց դուրս չգան իրա դեմ եւ բան չասեն, ինչ որ մի լրիվ չլքեն իրենց, ասենց ասենք լավ, հա, ուրիշ բաներ չասեն։ Իսկ սա մեծ խնդիր է իհարկե, հսկայական խնդիր է իր համար։ Մի խոսքով այդ իմաստով Թրամփի վիճակը հետ լավ չի։ Միաժամանակ հետ լավ չի, որովհետև ինքը հասկանում է, որ առանց այս պատերազմների ինքը երկար չի մնալու այնտեղ։ Իրան կամաց բացվում են այս Էփստինի ֆայլերը եւ այնտեղ կամաց լիք են անում, ասենք հոս կա լինում, պարզվում է իր հարաբերությունները շատ ավելի սերտ են եղել այդ Էփստինի հետ, քան թե ինքը ընդունում է կամ ասում է դրա մասին եւ հիմա էլ վերջի բանը ինչ որ մի հատ կին իրան մեղադրում է նրանում, որ երբ որ ինքը 13 տարեկան աղջիկ էր, Էփստինը իրան ներկայացրեց Թրամփին եւ Թրամփը իրան բռնաբարել է Էփստինի հետ միասին։ Նույնիսկ ասաց, որ Իրան էլի ինքը փոքր ժամանակ իրան տարել են Թրամփի մոտ, Թրամփը փորձել է իր հետ մի բան անի, ինքը կոպիտ ասեմ դες ինչ որ տենց բաներ չասեմ, բայց կծել է, ինքը խփել է, ասել է սրան ռադարեքս տեղից, մի խոսքով շատ իրեն համար տհաճ եւ վտանգավոր բացահայտումներ են կամաց դուրս գալիս եւ միջև հիմա դեռևս եթե պահում են ռեփաբլիկանները չեն լրիվ իր ադեմ դուրս գալիս դրա համար որ դեռ կարծում են որ ինքը մեծ խնդիր պիտի լուծի Իրանի հարցում մեծ խնդիր լուծելու այսինքն Իսրայելի համար պարզա որ ինքը 100 տարի չէր մտածում Իրանի ժողովրդի մասին ոչ չէր մտածում էր նրանց ասենք ազատության կամ խոսքի իրավունքի կամ նրանց կանանց իրավունքների մասին որևէ բան չեմ մտածում բնականաբար։ Եվ վերջին հաշվով իր մոտեցում են որ ձեր խնդիրները դուք էլ լուծեք, ոնց որ բերիք նրան դրիք, դենց էլ տակից դուրս եկեք, այսինքն դա բայց հիմա քանի մտել է միջև բիզ այս գործի մեջ եւ շատ հնարավոր է որ հենց դրա համար որտեղ ինքը շատ խնդիրներ ունի իր ներքին ֆրոնտում, ասենք ասենք եւ հնարավորություն էլ չունի Նաթանյահուին շատ ոնց ասում են կոպիտ քշելու էլի որովհետև հավանաբար իր վրա կոմպրոմատներ ունի Նաթանյահուն Էփստինի շնորհիվ դե խրվել ես պիտի հիմա լողաս ջար չկա անգելես ջուրը պիտի լողաս կամ պիտի խեղդվես ջար չունի այս րոպեին իհարկե ով է վճարում սրա համար ամերիկյան ժողովուրդը էլ չասեմ մնացած աշխարհը որոնք այդ քաշում են այս բանը իրավիճակը ասենց ասած հա լավ չի մի խոսքով բայց ներկայացնում են լավ եթե լսեք Fox News-ը օրինակի համար ոչ մի բացասական բան չկա եթե լսեք այնտեղ ես ինչ իմանամ CNN-ը այնտեղ սկսում են որոշ հարցեր տալ ասենք տարբեր բաներ տիպիկ ամերիկյան լրատվական հոսքն է էսի որը էլի եմ ասում պետք է անդադ տողերի արանքում կարդաս որ հասկանաս թե այս ուր է գնում իրականում որտեղ են սրանք բան անում այս ոնց որ բանը հին սովետական պրեսան լինի պետք է կարդաս հասկանաս թե տակը ինչ է դրա նստած այս բանը կա ու չի փոխվել տողերի տակ կարդալու կոնտեքստը հիշեցի ասեմ հիմա Իրանն էլ շատ այդքան էլ ուրախ չի ռուսներից քանի որ էլի չեկան իրանց օգնելու իրանց լեզվով ասած գցեցին իրանց էլի հիշում եք որ վերցեցին այդ
16 օրվա այդ հունիսի պատերազմից հետո իրանք ստրատեգիական բարեկամության պայմանագիր ստորագրեցին, որը եթե նայեք իրականում տեքստը, այնտեղ հիմնականում տնտեսական հարցերով են խոսում, այնտեղ այդ ստրատեգիականի մեջ այնց պարզ ինչ որ ռազմական օգնության մասին խոսք չկա, բայց մի հատ ուրեմն պարսիկ լրագրող Լավրովին հարց տվեց, թե եթե այս կատարվում է այդ դրանից հետո նախքան այս հարվածը լինելը դուք եթե նորից ամերիկան պատերազմ սկսի կգաք օգնության թե չէ, Լավրովի պատասխանը դիպլոմատիկորեն էր, որ մենք ունենք ստրատեգիական ուրեմն partnership ուրեմն պայմանագիր Պարսկաստանի հետ եւ իհարկե մենք ինչ support կանենք, support-ը որ կօգնենք, հա, սենց ասենք նեցուկ կանգնենք երբ որ պետք կլինի։ Հիմա նեցուկ կանգները դա չասեց ինքը, որ այո կգանք ռազմական օգնությունով զորքով եւ այլ կհասնենք, դրանում կարելի ասել օրինակի համար տնտեսական կամ ասենք թե տեխնիկական կամ հետախուզական կամ ինչպես որ եղավ իդեպ ԱՌՊՑ-ն այդ ռուսական եկեղեցին հայտարարել է, որ շատ մեծ բան ուղարկեցին ցավակցական այաթոլլայի մահվան հետ կապակցությամբ, ասեցին, որ նրա հոգու համար եկեղեցին պետք է աղոթի, բան են ուղարկել շրջաբերականի նման, հա։ Պատկերացնում եք, չէ՞, մի հատ ուրեմն քրիստոնյա եկեղեցին, ուրեմն մոլլայի հոգու համար են աղոթում, որ ուր գնա Հիսուսի մոտ, որ ինչ է աղոթում, դուք որպես ինչ են ասում պրավասլավնի եկեղեցի։ Ձեր այդ ինչ է դա նշանակում, էլի։ Բայց դե Ռուսաստանի մասն ենք խոսում, հրամանայք էլ որ տենց մի բան գրել են, խորին չի մտածում։ Anyway, ուրեմն այդ իմաստով Պարսկաստանը տենց ինչ-որ մեծ բաներ չունի, իհարկե հետախուզական օգնություն ստանում է, հետախուզական ասելով այնքան կարևոր հետախուզական, որ կոնկրետ կոորդինատներն են տալիս ամերիկյան նավերի օգնելու, որպեսզի նրանք կարողանան այդ հենց ռուսների տված հականածովային նավերը խոցելու համար տրված հրթիռներով կարողանան ամերիկյան նավերը խոցել, ծոցում կամ որևէ տեղ։ Այսինքն իրականում մեծ օգնություն է, հա, զորք չեն տալիս, ես ինչ գիտեմ մոթաչուներ չեն ուղարկում, այս են Վիետնամի պատերազմ, չէ՞ որ Կորեայի պատերազմը, որտեղ սովետական բաները կռվում էին, բայց ինչ որ ասենք թե կարող է լինել, եթե ասենք Պուտինը հանգարց որոշեր տենց խառնվել, եթե ինքը զբաղված չներ Ուկրաինայում։ Պուտինը ասելով Պուտինը լուրջ անհանգստացած։ Մինչև Պուտինը միացտեղ բան եղավ։ Հարց տվեցին Պուտինին, որ եթե այս նորից նախքան պատերազմը հիշում եք, եթե լրագրողներից մեկը, որ եթե հանգարց Ամերիկան սպանի կամ Իսրայելը այաթոլլային դուք ինչ պատասխան կտաք, ինչ կանեք, Պուտինը զսպիտակ այլալվեց, ասես գլուխը թափ տալով, որ չեմ ուզում այդ հարցի մասին պատասխանեմ, մտածեմ, չեմ ուզում։ Նորից բայց հասկանալի է, բայց եթե չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Վերջ, գտի կտրեց ինքը շատ շեն սպան ձևով, եւ ինչ որտեղ դա պարզ է, չէ, որ դա հուշում է իր հոգեկան վիճակը, սովորաբար ինքը շատ այս կանենք, այն կանենք, ժախնի մեզ իմ ռակետը, մի չգիտեմ, ինչ կանենք, սենց կմնա, չէ, վախենում է խոսի, որևէ բան ասի Թրամփի մասին կամ երևի բանի մասին, եւ հայտնի է, որ Պուտինը շատ իր կյանքի համար վախենում է, հիշում եք, այդ բանի ժամանակ, այդ կորոնավիրուսի ժամանակ ինչքան հեռու էր նստում Մակրոնից սեղանի են ծերը կամ երբ որ իրան գալիս էին զեկուցելու բանը պաշտպանության նախարարը եւ Լավրովը ինչքան հեռու էր նստածնում իրանից, հետո անցավ լրիվ դիպլոմատների հետ չէր ուրեմն մոտիկանում, երբ որ գալիս էին իրենց բաները ներկայացնելու եւ ընդհանրապես բոլորի հետ խոսում է ինչ որ գախնի բունկերից բանով հերակակապով, չէ, նստած է ինքը էկրանի առաջ եւ նրան զեկուցում են ինքը տենց խոսում է։ Ինքը բավական հաճախ ամերիկացիներին քննադատելուց նշում է, որ դες ինչ արեցին իբրև թե որ խառնվեցին Իրաքում,
Այն Սադամին էլ տարան կախեցին, բայց դա անելու բան էր, հետո բայց ինչ սարսափելի վերջ գտավ բանը, ասեք Լիբիայի այդ ղեկավարը եւ այդ ինչ վայրենություններ տենց բան կարելի անել, ու ասում են, որ ինքը անդադ նայում այդ վիդեոները։ Հետո իհարկե նաեւ Չաուշեսկուին Ռումինիայի իրեն կնոջ հետ ոնց որ գնդակը արեց բանակը հենց իրենց պալատի առջև, այդ էլ չի մոռացել եւ իր գլխի մեջ էս բանը կա, որ կարողա շատ վատ վերջանա իր համար։ Դրա համար շատ ինքը պետք է զգուշ լինի, ինքը միայն վիրուսներից ու բակտերիաներից չի վախենում, ինքը նաև վախենում է, թե ոնց կարողա իր ավարտը գա, քանի որ ինքը մեխանիզմը, որով ինքը պետք է նորմալ ձևով իր ժամկետը վերջացնելուց հետո դուրս գար, ինքը այդ խախտել արդեն քանի անգամ, 4-5 անգամ։ Այդ եւ ոչ մի մտադրություն չունի, ինչ որ ասի, որ օրինակի համար առողջական պատճառով կամ տարիքից եկել է, ես դուրս եմ գալիս, օրինակ, խելք ունենա, հիմա թոնի դուրս գա, չէ՞։ Չէ, ինքը ավելի շատ է կարճում այդ սիստեմին, էլի, այդ գոնե Ելցինի չափ ունենար այդ բանը, էլի, որ հասկացում էր, որ օքեյ, ես արդեն մի վիճակի չեմ, իր աղջկան համոզեցին, աղջիկն էլ հորը համոզեց, կա, ասենց կոպիտ ասենք։ Իրան ոչ ոք չի համոզի ոչ մի բան։ Եվ բայց վախը կա։ Այդ վախը կա։ Եվ դա ֆակտոր է բոլորի մոտ, ինչպես Թրամփը վախ ունի, որ իրան պատերազմը պետք է որտեղ ինքը կարող է վատ վերջանա իր համար կոնգրեսում եւ այս բանը այն հույսով էր, որ նաեւ իր կոնգրեսում մեծամասնությունը պահելու շանսերը կարող են մեծանալ, ինչ որ ասենք հաղթական ինչ որ փոքրիկ պատերազմի հետևանքով։ Նույնիսկ Պուտինը ունի sense խնդիրներ։ Եվ դա իհարկե չի բանանում։ Հիմա ինչ խոսք ցավոք սրտի երկու կողմից ասելով երեք կողմից արդեն Պուտինի կողմն է, Թրամփը այնտեղ իհարկե մոլլաներն էլ իրենց հերթին։ Դրանցից ոչ մեկը 47 տարվա մեջ չասեց, որ ինչ որ ծառայելու ժամկետ գոյություն ունի, չէ՞։ Դա բանը չկա, նշանակվում է ցմա այդ իրենց այաթոլլան, ով որ նշանակվի, դա նշանակում է, եթե նշանակես մի 40 կամ 50 տարեկան մարդու չնայած Լարենջանին, եթե չեմ սխալվում, արդեն 70 տարեկանից ավել է, 50 թվից դա ավել է։ Եվ նա նստելու է միջև կյանքի վերջը, նա չի որ նստելու է 4 տարի հետո դուրս գա։ Իսկ Բժիշկյանը որպես երկրի պրեզիդենտ ոչ մի իշխանություն չունի։ Նա մի բան ասում, դուրս են գալիս ճիշտ հակառակն են ասում, ներողություն, որ արաբական երկրներին որ խփել ենք ձեզ, հաջորդ օրը ուրեմն իրենց այդ RCG-ն դուրս է գալի խփում արաբական երկրներին, պարզապես ասելու համար, որ դու ոչ մեկ ես մի խառնելի մեջտեղ։ Որի համար եւ Թրամփն էլի ասեց, որ ինչ խոսանք նրա հետ։ Եթե ինքը ոչ մի որոշում չի կայացնում եւ եթե ինչ որ բանի համաձայնում ենք, վերջում խախտվելու է։ Մի խոսքով այդ բանը նորից վերադառնում ենք փաստորեն այն բանին, որ այդտեղ լրիվ տարբեր շահեր են գած։ Մեկը ուզում է, որ այդ քաոսը լինի, այսինքն բանակցող չլինի հանձինս Իսրայելի, մյուս երկրները ուզում են Պարսկաստանը միշտ լինի աղքատ եւ թույլ, որտեղ մրցակցությունը արաբական երկրներն են, Թուրքիան է, եւ մյուս կողմից էլ մյուսները ասում են, որ այս ռեժիմը մեզ ձեռ չի տալիս, այլևս պետք է փոխել, թող գա դառնա մեծ դաշնակից երկիր եւ կհարստանա։ Թրամփի ամբողջ խոսքը ինչ է, դու ես կհարստացնեմ, ձեր կյանքը կլավանա, ամեն ինչ լավ կլինի, դուք կարողանաք հանգիստ ձեր նավթը ծախել եւ այլ եւ այլ։ Եվ փաստորեն հիմա որ նայում ես այս խնդրին, հասկանում ես թե ինչի համար է ժողովուրդը, այդպես շատ տարօրինակ բան ասել եմ, եմ ասում, բայց ինձ համար շատ տարօրինակ բան է, որ երկիրը խմբակոծում են եւ ժողովուրդը վերականում եւ ուրախանում է, որ խփեցին եւս մի բան։ Դա այդպես ոնց ասում են վայրենի բան է, չէ, բայց այդ ուրա հասել է ժողովուրդը, այսինքն որ այս օրնա ընկել, այս վիճակում է։ Եվ խոսքը գնում է հպարտ եւ շատ հին ազգի մասին ենք խոսում, հա, այնպես բան չի։ Մի խոսքով այս տարբեր ուժերի քաղաքական մրցակցությունը
անընդհատ ամեն մեկը մի կողմ քաշում, դրա համար չի լուծվում։ Այսինքն սա մեկ կամ երկու ֆակտորով խնդիր չի որ լուծես, էլի դրա համար ես իսկ դա պետք է հասկանալ, Թրամփը այդպես բաներ չի հասկանում, դրա համար մտավ մեջը, ինչպես ասած իրան նախ ինձ թվում է շանտաժ են արել, բայց նաև հավատացի հիշում եք, որ Իրաքի պատերազմից առաջ Նաթանյահուն հենց ինքը ասում էր Իրաքը որ ռեժիմ փոխվի տարածաշրջանում մեծ հոյակապ փոփոխություններ կլինեն, չգիտեմ, կծաղկի ամբողջ տարածաշրջանը։ Մտավ Ամերիկան, yani փոխեց այդ ռեժիմը եւ ոչ ման չծաղկեց, հակառակը բան եղավ։ Հիմա պետք է yani պետք է այս մարտը հիշեր այս դասը, բայց չհիշեց, բայց եթե մտել ես արդեն այս ռեժիմը պատկերացրեք, որ հանգարց ռեժիմը հաղթի, երկիրը մնա աղքատ եւ ինչը կատարվելու պարսիկ ժողովրդի հետ։ Շուր են գալու եւ ինչ անեն։ Այսինքն այնտեղ ջարդը գնալու է եւ ոչ միայն հենց իրենց այս լիբերալ դիզացման կողմնակիցների հետ, փոքրամասնությունների հետ։ Քրդերի դեմ պատերազմ սկսելու հաստատ, որտեղ քրդերը այնտեղ որոշ քրդեր բոլորը չեն, իդեպ ասեմ, բոլոր քրդերը անկախության մասին չեն խոսում, բայց կան սեպարատիստ ասենք թե անկախության մասին մտածող նույնիսկ ահաբեկչական բաներ են անում ստեղ այնտեղ Լոնդոնում հարձակվում են պարսկական պարսիկ ցուցարարների վրա ինչ-որ 3-1 հարձակվել էին դանակներով ինչ-որ պարսիկ ցուցարարների վրա դու պարզ է դրա համար որպեսզի խանգար են ոչ թե որ իրենք կարծում են Լոնդոնում մի քանի մարդ սպանելով Քուրդիստանը ազատագրվելու է դառնալու է ազատ երկիր չէ բնականաբար որ սա ինչ որ մեկի հրամանն են կատարում խառնելու համար հարաբերությունները քրդերի եւ մնացած այսինքն ուզում են միջ էթնիկ կոնֆլիկտ ստեղծեն Պարսկաստանի մեջ մի բան որ ոչ մեկի համար ընդունելի բան չի վերջ չի ոչ ամերիկան այդպես բան ուզում ոչ Իսրայելն այդպես բան ուզում ոչ ես ինչ իմանամ հենց իրենք Պարսկաստանում իրանք են ուզում այդպես բաներ լինի այդտեղ ուզողները պարզադրսից են ով ատեղից օգտվելու է թե Պարսկաստանը քանդվի ինչ որ մասերի բաժանվի որ չեմ կարծում չի ներ այդքան խելք ունեն դրանք այդքան միամիտ չեն բայց որ դրսում իրանց ասենք ագետուրային տերորիստական քայլերի են ուղարկում բաներ են անում եւ դեռ ներսում էլ կանեն իհարկե դրանում կասկած չկա ով էր կասկածում որ ինչ որ կարող է հանգարց ասենք թե չուզենա այնտեղ Թուրքիան ինչ որ բան խառնի կամ թե չէ բանը չնայած Թուրքիային էլ կողմնակից չի եթե քրդերը դուրս կան հանգարց դառնան անկախ դա էլ իր հաղթին չի գնալու բայց հաստատ ռուսներին պետք է դա Եվրոպային մի խոսքով ստեղ այդ է ուզում ասել շատ բազմաֆակտոր պրոբլեմա է սի խնդիրը որը այդքան հեշտությամբ չի լուծվում մի բանի կպտում ես երկու ուրիշ բան է քանդվում այդ բանը պարզ է այդ բոլորի համար արդեն հասկացել են բայց ամենն դեպս Քադաֆի հետ է անունը մոռացել է Լիբիայի ասում է ով է Սադամի հետ որ Պուտինը շատ դրան հիշում է Քադաֆին ոնց սպանեցին անապատում գտան դա խողովակի մեջ թաքնված էր դա էլ տենց այսօրվա համար երևի բավական է ամեն ժամ ինչ որ նոր նորություն է դուրս գալիս ինչ նոր բան է դուրս գալիս իմ համար ինչ բաներ եմ ես նայում հա ինձ համար շատ կարևոր է տեսնում եմ որտեղ շատ բան է գուշակ կանխատեսում stock market-ը նավթի ասենք թե գինը բայց նաև Republican-ների տրամադրությունը կոնգրեսում իստա կախված է մագայականների տրամադրության հետ իրենց ընտրաշրջաններում ամեն մեկի եւ հույսը դնել որ Թրամփի ուղեղի վրա չէ դրա վրա չի այս մյուս բաներին որ նայում եք դրանք իր վրա ավելի շատ են ազդում իսկ որպես սիմպտոմների իմաստով ավելի շուտ տեսա թե ինչ հաջորդ քայլեր կանի Պարսկաստանի նկատմամբ արդյոք ցամաքային զորքեր իսկապես կակտիվացնեն թե չէ թե դա միան կմնա այսպես ասած սպեցնազային ասենք թե ինչ որ օպերացիաներ որը շատ կարող են անել հեշտությամբ եւ
կասկած չունեմ, որ անորեն ու անում են հիմա էլ եւ մեկ էլ տեսնել թե ինչ է կատարվում Եվրոպայի հետ։ Եվրոպան ոնց որ ասեցի երեք իրենք բոլորովին հետաքրքրված չեն խրվել այս բոլորի մեջ եւ ամերիկայինը դաս են ուզում սովորացնեն այս հարցում, բայց տեսանք որ ուրեմն Բրիտանիան գոնե ինչ որ քայլեր ուզեց անի, այդ որը մենք տեսնենք ուր է գնալու։ Մի խոսքով կապրենք տեսնենք առաջիկա օրերում ինչ է լինում, իջև հաջորդ հանդիպում։